մասին է վկայում, որ խոզարությունը դեռ ընթացքի մեջ է եւ խոզարության ավարտից հետո կարգավիճակի հետ կապված տեղեկատվություն ունենանք։ Այս պայմանությամբ ուզում եմ կարճ անդրադառնալ Multigroup կոնցեռնի կազմում գործող ընկերություններում կատարվող խոզարություններին, Արարատցեմենտում, Multiverness-ում, Երևանի Արարատ կոնյակի գինու կոմբինատում, Multistom ընկերությունում խոզարությունները ավարտվել են, նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում եւ Օլիմպիադանում եւ ցավոք սրտի պետք է հայտնեմ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մասնավորապես կապարակնքվել է եւ դադարեցրել է գործունեությունը։ Սա իրականում միջազգային մակարդակի խայտարակություն է, որովհետև սրանով շատ մեծ վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։ Առաջին հերթին, որովհետև նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում, որ դադարեցվի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը եւ կապարակնքվի վարչական շենքը Աբովյանի նահանգում գտնվող նման նախադեպ երբևէ չի եղել եւ առավել քան վստահ եմ, որ կոնկրետ այս գործողության աղետաբեր հետևանքները Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ այն անձին, ովքեր ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում իրենք տեսնելու են այս գործընթացի աղետաբեր հետևանքները։ Կապարակնքվել է նաև Արարատցեմենտ գործարանը, Երևանի Արարատ կոնյակի գինու ուղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ վարչական շենքը, որտեղ գտնվում են բարձր աշտարակը, քաղաքապետարանի դիմաց գտնվող, որը ոչ մի հստակություն չկա, ադմինիստրատիվ շենքը կապարակնքվել է եւս, այդտեղ Multigroup կոնցեռնի հիմնականում գրասենյակներն են գտնվում, այսպես հաշվապահությունն է գտնվում, Multistom ընկերությունը, որը քարերի արտադրությամբ է զբաղվում, եւս կապարակնքված է եւ դադարեցված է գործունեությունը, Օլիմպիադանում դեռ գործողությունները շարունակվում են, սակայն այդտեղ ունենք ուրիշ խնդիր, որովհետեւ այս նույն ժամանակահատվածում, ինչպես առավոտյան ասեցի, Ամերիկայի իմշամարտի, Ամերիկայի Միացյալ Նահանգների իմշամարտի հավաքականներ մարզվում այդտեղ, UFC վարկածքիր է առաջացել, որովհետև իսկապես երկրի հեղինակության ու վարկի մասին են խոսում, Փարավոնում, Multigroup հյուրանոցում շարունակվում են խոզարկությունները, դրանց մասով հետագայում ինֆորմացիան կտրամադրենք, սակայն այստեղ ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա, բոլոր այն ընկերությունները, մասնավորապես Արարատցեմենտ գործարանը, Multistom-ը, Արարատ կոնյակի գինու ուղու կոմբինատը, Multiverness-ը, բոլոր հիմնարկները, որոնք որ կապարակնքվել են, քննչական կոմիտեի կողմից, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում նաև անվտանգության, սպասարկող աշխատակիցները եւ անձնակազմը, որը անվտանգային առումով, խոսքը նաև ֆիզիկական անվտանգության առումով լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, որովհետև բնականաբար դրանցից մի մասը գործարաններ են, որոնք արտադրությամբ են զբաղվում, կան պայթյունավտանգ նյութեր եւ այդ առումով շատ լուրջ խնդիրների կարող են հանգեցնել, այդ մասով մեր իրավաբանները արդեն զբաղվում են, որպեսզի մենք դրա հետ կապված բողոքական գործընթաց սկսենք, որպեսզի գոնե այդ հիմնարկների շենքային պայմանների անվտանգությունը եւ հարակից շինությունների անվտանգությունը կարողանանք ապահովել։ Բայց կներեք, այդ գործընթացի իրականացնողները եթե մեկ վայրկյան անգամ չեն մտահոգվել, որ կարող է այսպես ուղղակի շատ համապատրաստի անակնկալ կերպով այդ հիմնարկների կապարակնքումը թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել, այդ թվում նաև օրինակ Երևան քաղաքի կենտրոնում սրտում գործող կոնյակի գործարանը կապարակնքելու առումով աշխատակցի մասին է խոսքը, օրինակ որքան աշխատակից անգործ կմնա, եթե այս պահի դրությամբ արդեն իսկ մի քանի հազար, որովհետև օրինակ 1200 մոտավորապես ես ի պաշտոն նաև չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, որտեղ դրանք հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներ են, կարծում եմ, որ կոնցեռնի ներկայացուցիչները այստեղ կլինեն քիչ անց կարող են ավելի հստակ պատասխանել, բայց 1200 աշխատակից օրինակ Արարատցեմենտ գործարանը ունի, մի քանի 100 աշխատակից, եթե չեմ սխալվում, 400-ից ավել Երևանի Արարատ կոնյակի գինու ուղու կոմբինատը ունի, Multiverness-ը ունի 100-ավոր աշխատակիցներ, մի խոսքով արդեն իսկ մի քանի հազար մարդկանց այսպես պոտենցիալ գործազուրկ դառնալու եւ հարկադիր, այո, եւ բնականաբար ապարակնքվել